Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է գրող Հերմինե Ավագյանը, իսկ մեր զրույցի նյութն է Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա, գիրքը, որի հեղինակն է Հերմինե Ավագյանը, իսկ մյուս հեղինակը ֆրանսիացի է Ուլիս Մանեսը։ Բարի օր, ուրախ եմ, որ դարձյալ առիթ ունենք Վանաձայնի եթերում զրուցելու, ներկայացնելու այս անգամ ձեր այս գեղեցիկ գիրքը, որը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ։ Ինչպես հղացավ գիրք ստեղծելու գաղափարը եւ ինչ է այն պարունակում։ Նախ շնորհակալ եմ Վանաձայնի եթերում նորից հյուրընկալվելու համար։ Գրքի թեման մի գրական գեղեցիկ նախագիծ էր, որը ծագեց Արցախի շրջափակման ծանր օրերին, երբ ամիսներ շարունակ Արցախը Մայր Հայաստանին կապող այդ կենսատու ճանապարհը փակ էր։ Այդ օրերին ապրիլ ամիսներ ես զանգ ստացա Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանից, ով ինձ ասաց, որ այս նախագծի մասին, որ այսպիսի մի նախագիծ կա հայ-ֆրանսիական, որի իմաստը այն է, որ Արցախից մի հեղինակ եւ Ֆրանսիայից մի մտավորական, երաժիշտ կամ գրող իրենք դեռ չէին որոշել, ով պետք է լինի, Ֆրանսիայում դեռ չէին որոշել, պետք է իրար նամակներ գրեն եւ այդ նամակների միջոցով Արցախցի հեղինակը պետք է պատմի իր ծննդավայրի Արցախի մասին։ Նախագիծը ծագեց այն պատճառով, որ մեր շուրջանթադ քաղաքական իրադարձություններ են, քաղաքական լրահոս է եւ անհրաժեշտություն տեսան նախագծի հեղինակները, որ Արցախի մասին խոսենք գրականության, արվեստի լեզվով։ Եվ այս նամակագրությունը հենց այդ տարրն էր, այդ գրական բաղադրիչներ պարունակում ու այդ չգիտեմ ինչու Տիկին Աղաբալյանը որոշեց, որ Արցախցի այդ հեղինակը ես պետք է լինեմ։ Հետո ինձ հետ կապվեց նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը եւ ասաց, որ ինձ գրելու է Ֆրանսիայից մի փիլիսոփայական գիտությունների դոկտոր, երաժիշտ Ուլիս Մանես անունով մեկը ու մենք ու իմ այսպես ասած առաքելությունն է պատմեմ իմ ծննդավայրի մասին նամակագրությամբ։ Բնականաբար ինձ համար շատ ծանր էր այդ օրերին խոսել Արցախի մասին, որովհետև ցավոք Արցախի շրջափակման օրերին ես Երևանում էի, իսկ իմ մայրը, իմ հարազատները բոլորը Արցախում էին, նաև իմ մանկությունը, իմ պատանեկությունը, իմ երազանքները, ես Արցախում էի, կամրջից այն կողմ։ Ու առաջինը, ինչ անցավ մտքովս, մտածում էի, ինչ պետք է ես պատմեմ այդ ֆրանսիացուն, որ ինչ էլ պատմեմ տխուր է լինելու, եթե չեմ կարող խուսափել պատերազմի թեմայից, իմ ժողովրդի վշտից, բայց որոշեցի փորձել եւ ամենակարևոր բանը լալկանությամբ չներկայացնել Արցախը։ Չնայած Արցախը վշտի ցավի մեջ է, բայց ես ուզում էի ուրիշ Արցախ ներկայացնել, որովհետեւ Արցախը տխրություն չի, Արցախը մեր հրաշքն է, մեր ուրախությունն է։ Հերմինե, դուք պետք է հենց այդ կետից շարունակեք, սակայն կարծում եմ ճիշտ կլինի մեջբերում անել հենց այդ նամակագրությունից մի հատված, որը կարծում եմ շատ ճիշտ պատկերացում կտա ձեր ասացի մասին։ Նամակը գրվել է 2024 թվականի հունիսի 22-ին Հերմինե Ավագյանից Ուլիս Մանեսին։ Բարև ձեզ, սիրելի Ուլիս։ Գրում եմ ձեզ արևոտ Երևանից, համայն հայության մայրաքաղաքից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, անկախ հանգամանքից, թե որտեղ ենք ծնվել Արցախում, Տավուշում, Սյունիքում, Ջավախքում, Սփյուռքում։ Երբ ես 1.5 տարեկան էի, շատ վաղ եմ խոսել, հայրս ինձ սովորեցրեց իմ կյանքի առաջին բանաստեղծությունը։ Դա հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն էր։ Հզոր մի գործ, որը գիտեն աշխարհի բոլոր հայերը։ Երբ մեծացա, միայն այդ ժամանակ հասկացա, որ հայրս պատերազմ գնաց, որպեսզի Արցախը միանա իմ անուշ Հայաստանին։ Մենք բոլորս Հայաստանին ասում ենք Մայր Հայաստան, թե տանը, թե դպրոցում մեզ այդպես են դաստիարակել։ Ես սիրում եմ նրան, ինչպես զավակը մորը կսիրի։
Ինձ համար էական չէ, թե որքանով են Հայաստանի երեկվա ու այսօրվա ղեկավարները ինձ սիրում կամ չսիրում, ընդունում կամ չընդունում արցախցիներին։ Ինձ համար կա մեկ ճշմարտություն. Հայաստանն իմն է, այն նաև իմ զավակներինն է ու նրանց սերունդներին է։ Հայաստանն իմ ու մեր հայրերի մեծ երազանքն է։ Չկա մեկը, որ կարողանա սեպ խրել իմ ու իմ երազանքի, իմ ու իմ հայրենիքի, իմ ու իմ միջև։ Իսկապես հրաշալի, իսկապես հենց այն մասին է, ինչը դուք ասում էիք, լալկանություն չկա, այլ կա հույս, կա հավատ, կա հիմնավորված փաստեր, կա հավատ։ Եվ այս հավատը հենց այս նամակագրության մեջ է դրսևորվել, այն ջերմությունը, որ դրսևորվել է նամակներում, շատ բանի մասին է խոսում։ Շարունակենք։ Այո։ Նամակագրությունը սկսվեց, նամակագրությունը առանց լացի էր։ Այո։ Նամակագրություն առանց լացի էր, ինչպես իմ մնացած բոլոր գրական ստեղծագործությունները, թեև դրանց բոլորի միջով անցել է պատերազմը։ Գիտեք, շատ հետաքրքիր էր առաջին նամակը, երբ որ ես ստացա Ուլիսից, նա ընդհանրապես չգիտեր Արցախի մասին ոչինչ եւ մեյլով էինք, էլեկտրոնային փոստով էինք մենք հաղորդակցվում ու այստեղ իդեպ նշեմ, որ ես ընդհանրապես չհետաքրքրվեցի ում եմ նամակներ գրելու։ Գիտեք, այդ պահին պարզապես ուզում էի խոսել, այդ ցավը պարպել իմ մեջ, խոսել անծանոթ մեկի հետ, որը կապ չունի այս ամեն ինչի հետ։ Երբեմն այդպես չէ ստացվում, որ դու քո շրջապատի բոլոր մարդիկ նույն ցավն են իրենց մեջ կրում ու դու չես ուզում որևէ մեկի հետ խոսել, որովհետև գիտես, որ քո դիմացին էլ է այդ ցավի մեջ եւ երբեմն պետք է լինում, որ լրիվ անծանոթ մեկը, ով քո դաշտից, քո ցավից հեռու է, նրա հետ կարողանաս անկեղծորեն կիսվել։ Եվ երևի դա հենց այդ պահն էր, որ ես չմտածեցի ում եմ գրում ընդհանրապես, անգամ մենք հետո երբ որ խոսեցինք, ոչ ինքն էր ինձ սոցիալական ցանցերով փնտրել, ոչ ես էի փնտրել ու պարզապես որպես գրական նամակագրություն, նաև ինչ որտեղ թերապիա էր ինձ համար, որ ես այդ նամակների միջոցով իմ հույզերը, իմ ապրումները արտահայտեմ։ Իսկ որքանով էր Ուլիսը տեղեկացված Հայաստանի, Արցախի մասին, որքանով արագ ստացվեց ձեր մեջ նամակագրությունը։ Ընդհանրապես տեղեկացված չէր Արցախի ու Հայաստանի մասին, ինքը հետո ինձ պատմեց, որ մի հաղորդման ժամանակ պատահական լսել է Արցախի մասին, որ Արցախը բռնազավթվել է, լսել է շրջափակման մասին ու ասաց, որ ես ցավ զգացի, չիմանալով թե աշխարհի որ կետում է այդ փոքրիկ երկիրը, բայց կարծես թե ես զգացի այդ ցավը ու երբ որ իրեն առաջարկեցին այս նամակագրությունը, նա միանգամից համաձայնեց եւ այս նամակների միջոցով է նա Արցախը ճանաչել ու ես նրանից առաջին նամակը ստացա ապրիլի վերջին 2023 թվականին, երբ 24 թվականին ներողություն, երբ արդեն շրջափակումից ամիսներ էին անցել ու նամակի մեջ նա հարցնում էր պատմիր քո ծննդավայրի մասին քո մանկությամբ։ Եվ բնականաբար իմ մանկությունը, իմ սերնդի մանկությունը եւ Արցախի առաջին պատերազմը անբաժանելի են եւ մտածեցի ինչպես պատմեմ այդ օտարերկրացուն, որ ինքը հասկանա իմ մանկությունը եւ հասկանա ինչ այդ ժամանակ տեղի ունեցել Արցախում, կարողանա ըմբռնել ու որոշեցի խոսել իմ երազանքների մասին, որ նաև իմ ընկերների, իմ սերնդի երազանքներ եւ որը մանկական երազանքներ են, ինչպես որ ունեն աշխարհի բոլոր երեխաները եւ ոչ մի բանով չի տարբերում աշխարհի երեխաների երազանքներից։ Ես նրան գրեցի, որ մենք էլ էինք ուզում այդ ժամանակ ունենալ խաղալիքներ, տիկնիկներ, հանգիստ խաղալ մեր ընկերների հետ, ուզում ենք մանկապարտեզ գնալ, ինչ-որ գունավոր մատիտներ ունենալ, ուզում ենք մեր հայրիկի մայրիկի հետ զբոսնել, ինչպես բոլորը, բայց մենք այդ ամենը չունեցանք, որովհետև պատերազմ էր։ Եվ ես նշեցի, նրան պատմեցի, որ երբ որ իմ հայրը
ով զոհվել է Արցախի առաջին պատերազմի ժամանակ եւ հրամանատարներից էր, երբ որ նա գնում էր իր վերջին մարտին, ու ես փոքր էի 2.5 տարեկան, մեր վերջին այդ հանդիպմանը, այդ հրաժեշտի գիշերը ես լացեցի ու ասեցի մայրիկիս, թե որտեղ է, ինչու է հայրիկս գնում, որտեղ է գնում, մայրս ինձ պատասխանեց, որ նա գնում է ամենալավ բանը բերելու։ Ու ես իմ ամբողջ կյանքում մտածում, մինչև որ մեծացա, անդադ մտածում էի, այդ ինչ էր այդ ամենալավ բանը, ինչու մաման ինձ ասեց, որ նա գնացել է, ես մտածում եմ, ինչ որ համով բան է գնացել բերի, եւ իրականում, երբ որ ես մեծացա, ես հասկացա, որ այո, դա աշխարհի եւ ամենահամով եւ ամենագեղեցիկ եւ ամենակարևոր բանն է, դա խաղաղությունն է, եւ իմ հայրը գնացել էր ոչ թե պատերազմելու, ոչ թե նվաճելու, այլ գնացել էր այդ խաղաղությունը բերելու, այդ աշխարհի ամենալավ բանը բերելու։ Ու ես Ուլիսին պատմեցի, որ մենք ուղղակի ունեինք այդ ամենալավ բանի կարիքը եւ առանց որի մանկությունը կիսատ է մնում։ Հասկանալի է, Հերմինե։ Ուլիսի նամակներից էլ ընթերցեմ։ Հոկտեմբերի 30, 2024 թվական Ուլիսից Հերմինեին։ Սիրելի Հերմինե, մեր հանդիպման ժամանակ ասացիր, որ հնարավոր է այս գրքի վերջաբանով մոռանամ Արցախի մասին։ Այդպիսի բան չի լինի։ Մեր ընկերությունը կշարունակվի այնպես, ինչպես դերասաններն են հանդիպում կուլիսներում։ Ներկայացման ավարտից հետո, չէ՞ որ ինձ նվիրած գեղեցիկ բացիկում դու գրել ես՝ միշտ հիշելով Արցախը։ Փարիզի բնակարանում գրասեղանի վերևում գրքերի կողքին հսկում է քո նվիրած Արցախի մասին պատմող փոքրիկ ծաղիկ բացիկը։ Դա ավելի նրբագեղ է, քան մի ուղղափառ սուրբ գիրք կամ Բարսելոնայի բացիկը։ Ամեն երեկո քո ծաղիկը հսկում է իմ աշխատանքը, եւ ես կամաց-կամաց ավարտում եմ իմ դոկտորական թեզը Արցախի հիշատակը պահող այս պահապանի քնքուշ հովանու ներքո։ Ինչ կարող եմ ասել։ Ինչ ասեմ այն անմոռանալի օրերի մասին, որ ապրեցի հայկական հողի վրա։ Արարատյան գինու բաժակների, տոնական երեկոների, վառ ծիծաղների մեջ տեսա ուժեղ, տոկուն ու անխորտակ մի ժողովուրդ, որն ուզում է ապրել։ Երկիր, որը կապել է իր հույսերը կյանքին ու ապագային եւ չի ցանկանում, որ վիշտը դառնա ճակատագիր։ Իսկապես հրաշալի է։ Իսկապես հրաշալի է, որ այսպիսի գեղեցիկ աշխատանք է ստացվել նամակագրության արդյունքում։ Ի վերջո մենք նամակ երևույթից շատ ենք հրաժարվել, բայց երբ որ նամակը նաև այսօր մեր ձեռքին է եւ երկլեզու, այն էլ երկլեզու գրքի ձևով, բավականին հետաքրքիր է նաև ստացվել, կուզենայի ցուցադրել նաև երկու լեզուներով, ֆրանսերեն, հայերեն նամակագրությունը երկու հեղինակների միջև, որտեղ խոսվում է այն ամենի մասին, ինչի մասին միգուցե դուք այլ մարդու հետ չխոսեիք։ Եվ նաև ինչպես հասունացավ այդ նամակագրական կապը։ Ըստ նամակների զգացվում է այստեղ արդեն մտերմություն է։ Այո։ Երբ որ սկսեցինք նամակագրությունը, դա գիտեք երևի նամակները քեզ թույլ են տալիս ավելի անկեղծ լինել ոչ թե դիմացինի հետ, այլ ինքդ քեզ հետ։ Եվ ես ինքս ինձ հետ էի անկեղծ ու գիտեք, երբ որ գրում էի, հետո նորից չէի խմբագրում իմ գրած նամակները։ Այսինքն այդ պահին ինչ որ մտածում էի իր հարցերից ելնելով, որովհետև ինքը հիմնականում հարցեր էր տալիս իր նամակների միջոցով, ճիշտ է, երբեմն նաև պատասխանում էր իմ կողմից ուղղված հարցերին, բայց հիմնականում պատասխանող կողմը, պատմող կողմը ես էի։ Ու այստեղ ես հասկացա, որ այս նամակագրության մեջ ձևավորվեց հայերենի ու ֆրանսերենի կողքին ձևավորվեց մի երրորդ լեզու, անկեղծության լեզուն, բացարձակ անկեղծության լեզուն, որով այսօր աշխարհում շատ քիչ մարդիկ են խոսում, որը շատ քչերին է հասանելի։ Եվ ես չճանաչելով այդ հեռավոր մարդուն, իդեպ այստեղ մի փոքրիկ ծիծաղաշար պատմություն պատմում, քանի որ ես ընդհանրեն հարցրել էի մասնագիտության մասին, ինքը գրել էր, որ փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, ու ինձ մոտ այն տպավորություններ, որ ես գրում եմ տարիքով մեկին, որովհետև նույնիսկ արտաքինը անհայտ էր։ Ես այդպես մի հատ տարիքով մարդ էի պատկերացնում, տղամարդ էի պատկերացնում, ով
Սովորաբար մեզ մոտ դոկտորի աստիճանը տալիս են ավելի հասուն տարիքում, ավելի վաստակ ունեցող մարդկանց, եւ այդ էր պատճառը, որ ես մտածում էի գրում եմ ավելի տարիքով մարդու, ու երբեք չեմ մտածել, որ երիտասարդի եմ գրում։ Եվ իմ ընկերուհին Լիլիթ Բլեյանը, ով նաեւ երգչուհի, նաեւ թարգմանիչ է, երբեմն պատահում էր, որ ես Լիլիթին հարցնում էի նամակների հետ կապված, ասիկ ինչ որ թարգմանություն հասկանալի չէ, Լիլիթը շատ օգնում էր, եւ եկավ մի պահ, որ արդեն ես նամակ ստացա Հովանեսից, Գևորգյան, որ Ֆրանսիայից պատվիրակություն է գալու Երևան, գրողներ են լինելու այդ պատվիրակության մեջ, ովքեր գալիս են մասնակցելու Ֆրանկոֆեստին, Նյումեգ հրատարակության կողմից ամենամյա այդ միջոցառմանը, ու այդ պատվիրակության մեջ նաև իմ նամակագիրն է գալու, Ուլիսն է գալու, հետո Ուլիսից ստացա նամակ, որ հանդիպենք։ Եվ Լիլիթ Բլեյանը մեզ գծվեց որպես թարգմանիչ, որովհետև ես չգիտեմ ֆրանսերեն, իսկ նախընտրելի էր ֆրանսերենով, իր համար նախընտրելի էր ֆրանսերենով հաղորդակցությունը, եւ ես ու Լիլիթը այն կարծիքին էինք, որ գնում ենք հանդիպելու մի տարիքով մարդու, եւ որքան եղավ մեզ համար զարմանքը, երբ որ տեսանք, որ երիտասարդի հետ էինք այսքան ժամանակ գրում նամակագրությունը, եւ արդեն մենք 8 ամիս գրել էինք այդ նամակները, եւ հանդիպումը այնքան ջերմ էր, որ արդեն ես կարծում էի ինձ հարազատ մեկն է կամ իմ եղբորն եմ հանդիպում։ Ոչ բավականաչափ նամակներ էին գրվել արդեն։ Արդեն բավականաչափ նամակներ էին գրել, ես մտածեցի, որ հանդիպում եմ մի մարդու, ով արդեն ամեն ինչ իմ մասին գիտի, եւ դա շատ նաեւ ուրախալի էր ու հարազատության զգացում կար։ Եվ դրանից հետո, այդ հանդիպումից հետո պետք է մենք վերջաբան, արդեն մեզ մնացել էր միայն վերջաբանը, մենք դրանից հետո մի քանի նամակներ գրեցինք եւ հետո արդեն ես իմ կողմից վերջաբան գրեցի, նա իր կողմից գրեց վերջաբան եւ այո դուք կարդացիք այդ հատվածը, ես հանդիպման ժամանակ էլ էի ասել, որ օտարերկրացիները շուտ մոռանում են Արցախի մասին, շատ պատահել է, որ եկել են, զմայրվել են Արցախով, ինչ որ խոստումներ են տվել, հետո գնացել են, մոռացել են, իհարկե հակառակն էլ է եղել, դա չեմ կարող ժխտել, եղել են մարդիկ, որոնց միջոցով Արցախը մենք կարողացել ենք դրսում ներկայացնել, ովքեր միշտ խոսել են ու մինչև այսօր համարձակորեն խոսում են Արցախի մասին, բայց ես մտածում էի, չգիտեմ ինչու, քանի որ երիտասարդ էր, մտածում էի հետո ինքը այս գրքով, այս գրական նախագծով գուցե մոռանա Արցախի մասին, բայց ի ուրախություն մեզ այդպես չէր ու այդպես չէ նաև հիմա, որովհետև Արցախը դարձավ նրա գործունեության անբաժանելի ստեղծագործական գործունեության, աշխատանքային գործունեության այդ անբաժանելի մասնիկը, հետագայում նա շատ հարցազրույցներ տվեց Արցախի մասին, այս նամակագրությունը նրան ստիպեց ավելի ուսումնասիրելու հայոց պատմությունը, Արցախի պատմությունը, այո, եւ նաեւ գրքի մենք երկրորդ անգամ հանդիպեցին գրքի շնորհանդեսի ժամանակ, որ ամիսներ առաջ էր, Նյումեգը կազմակերպեց շնորհանդեսը մարտի վերջին, ու այդ առիթով նա եկել էր իր ընկերոջ Ֆիգարո թերթի լրագրող Ադրիան Բրյանի հետ ու Ադրիանը շատ տպավորված էր այս նամակագրությամբ ու նա Ֆիգարո թերթի համար իմ դիմանկարը պատրաստեց, որը օրեր առաջ հրատարակվել է իդեպ եւ նաեւ Ուլիսի հետ նրանք այցելեցին Սյունիք, հանդիպեցին Արցախից տեղահանված ընտանիքների հետ, նաեւ Տաթևի վանք այցելեցին ու ֆիլմ պատրաստեցին Հայաստանի ու Արցախի մասին, որը նույնպես Ֆիգարոյով օրեր առաջ հրապարակվել է։ Պարզ է, եւ Հերմինե գրքում, գրքի վերջում կան նաև չափածո տողեր ձեր բանաստեղծություններից։ Ուզում եմ երջանկությունը ծնվի բոլոր բառերից առաջ։ Ջերմակ թղթի վրա, առանց խզբզանքի, հորինեմ, գրեմ նրա մասին, ու ոչ մի տեղ չտպագրեմ, ոչ մի մրցանակ չստանամ գրածիս համար։ Ուզում եմ թաքուն պահել նրան, չկարդալ ոչ մեկի մոտ, պահել թուղթը բարձիս տակ ու չպատրել։ Հրաշալի է իսկապես, հրաշալի նախաձեռնություն է, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ գրքի
ստեղծման լույս ընծայման առիթով եւ հույս ունենանք, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնությունները կշարունակվեն համբերատար հաստատուն քայլերով վերջակետում ունենալով կարևոր նպատակ։ Ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում ձեզ, խոստանում եմ, որ Վանաձայնի եթերում դարձյալ առիթներ կստեղծենք, դուք մեր լավագույն բարեկամներից եք, դարձյալ առիթներ կստեղծենք հանդիպելու, զրուցելու ձեր գրականության մասին եւ այսպիսի գեղեցիկ նախաձեռնությունների մասին։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր գրող Հերմինե Ավագյանը, խոսեցինք նոր լույս տեսած նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա, Հերմինե Ավագյանի եւ Ուլիս Մանեսի համատեղ գրքի մասին, նամականու մասին։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։